Մենք այսօր կազմակերպելու ենք ջահերով երթ։ Քայլելու ենք դեպի Ծիծեռնակաբերդ ուղերձ հղելու Թուրքիային, Ադրբեջանին ու իրենց հետ պայմանավորվածության եկած Հայաստանի իշխանություններին։ Ես հարց ունեմ, ջահերով երթը ինչու է այսպես թիրախավորվում։ Դա մաքուր հիշատակի պահանջատիրության միջոցառում է։ Ո՞րն է իմաստը ջահերով երթի թիրախավորելու ու դրա նկատմամբ հակաքարոզչություն անելու։ Կարող են պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, իսկ կարող է դա խոչընդոտում օրինակ են պայմանավորվածությանը, ըստ որի սահմանադրությունից պիտի հեռացվի անկախության հռչակագիրը նախաբանից։ Մենք միշտ այս կոնտեքստում խոսում ենք, այս կետի մասին խոսում ենք այն կոնտեքստում, որ դրա պահանջը Ադրբեջանից, որովհետեւ այնտեղ կա Արցախի ինքնորոշման իրավունքին հղում, բայց մոռանում ենք, որ անկախության հռչակագրում կա նաեւ կետ, որտեղ ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է սատար կանգնի միջազգային ճանաչման գործընթացին Հայոց ցեղասպանությամբ։ Դա միշտ խնդիր է եղել Թուրքիայի համար։ Այսինքն, այս պահանջի կատարումը նաև Թուրքիայի պահանջն է։ Հիմա այս կոնտեքստում բնականաբար ջահերով երթը պիտի թիրախավորվեր, որովհետև հակառակ ուղերձ հղող միջոցառում է։ Ես այս կոնտեքստում եմ տեսնում այդ մեղադրանքները։ Այդ մեղադրանքները եղել են բոլոր ցույցերի ընթացքում, ամեն անգամ այդ մեղադրանքները հասարակությանը վախեցնելու համար տարածում են որևէ մեծ միջոցառումից առաջ։ Դրա պատասխանը հասարակությունը, հանրությունը տալիս է իր մասնակցությամբ, այս անգամ էլ հուսամ անկախ եղանակային պայմաններից այդպես կլինի։ Եթե այս հիմիկվա օրենսգրքով չի իրականացվել ատելության քարոզի զուգահեռ ցեղասպանության ժխտումը, դա քրեականացված չէ։ Ինչու է այսպես օրենքը եղել։ Ես մեկնաբանեմ էլի, որովհետև կարևոր հարց է, որովհետև երբ օրենքը գրել են, մտայնությունը այն է եղել, որ ազգությամբ հայը չի կարող հերքել ցեղասպանությունը։ Յան ազգանունով ազգությամբ հայը միայն օտար երկրացին կարող է դա անել, եւ դրա պատճառը, դրդապատճառը կարող է լինել ռասայական կամ ատելության քարոզը կամ դրա հիման վրա ցեղասպանության ժխտումը։ Մարդիկ չեն պատկերացրել, որ այլ պատճառով ուղակի ցեղասպանություն հերքել, ուրանալ հնարավոր է։ Դրա համար այն մի կետը չեն գրել։ Եվ 2019-ին ենք մենք այս օրենքը առաջարկել։ Այսա ամբողջ պատմությունը։ Հիմա հասել ենք այն կետին, որ փաստացի ուղակի ցեղասպանությունը հարցականի տակ դնելու նման հայտարարություններ են եղել։ Նաև իշխանության երեկվա արձագանքներ դրա մասին։ Մենք երբևիցե Հայաստանի Հանրապետության մեր իշխանությունը երբեք չի ուրացել, չի պատրաստվում ուրանալ ցեղասպանությունը։ Ցեղասպանությունը չի փորձում մոնետիզացնել, չի փորձում ցեղասպանությունը դարձնել ինչ-որ վաճառելի արտաքին հարաբերություններում կամ մնացածում, ինչպես օրինակ արել է Սերժ Սարգսյանը եւ այլ Ռոբերտ Քոչարյանը։ Մենք վաղը բոլորս միասին սկալու ենք մեր անմեղ նախնիների հիշատակը եւ այցելելու ենք Ծիծեռնակաբերդ, ինչպես ամեն տարի։ Ավելացնեմ նաեւ ուրեմն ձեր կողմից անընդհատ հղում արվող այդ ուժերին, թե ովքեր են իրենք։ Նրանք այն ուժերն են, նախ Օսման դաշնակներն են, ինչպես գործընկերը շատ ճիշտ հիշատակեց, 1915 թվականի ցեղասպանությունից հետո դաշնակները ուրեմն ներողություն, ցեղասպանությունից առաջ դաշնակները ուրեմն երեք թուրքերի հետ համագործակցում են ու իրենց անունը այդ ժամանակաշրջանում արդեն հայտնի էր որպես Օսման դաշնակներ։ Հիմա դուք այդ մարդկանց ուրեմն մեղադրանքներն եք փորձում մեզ ուղղել, այն մարդկանց, ովքեր որ Թուրքիայի նախագահի այցելության ժամանակ Ծիծեռնակաբերդի լույսերն էին անջատել, Արարատի նկարն էին հանել, ուրեմն ազգային, Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկի վրայից։ Ու դուք գալիս եք այստեղ մի իշխանության ու մորոք, ուրեմն Ամերիկայի Միացյալ Նահանգները ցեղասպանությունն է ճանաչում, Ջո Բայդենը ցեղասպանություն բառն է արտաբերում, ու դուք գալիս եք մեզ փորձում եք ուղղել ընդդիմության մեղադրանքներն առայն, որ մենք փորձում ենք ինչ որ մի կերպ ցեղասպանությունը սակարկման առարկա դարձնել։